Ցուցադրություն ստեղծելու համար առաջին հերթին հարկավոր է գտնել աշխարհացույց հարթակը։ Հարթակը գտնելու համար Google հավելվածի որոնման դաշտում փնտրում ենք հայատառ աշխարհացույց կամ լատինատառ բրայնոգրաֆ, այնուհետև որոնումից հետո առաջարկվող տարբերակներից հենց առաջինը այն հարթակն է, որը մեզ հարկավոր է։ Սեղմում ենք հղման վրա ու անմիջապես հայտնվում աշխարհացույց հարթակում։ Եթե արդեն ունենք գործող հաշիվ, միանգամից մուտք ենք գործելու էլ հասցեի կամ էլ հեռախոսահամարի միջոցով։ Իսկ եթե չունենք գործող հաշիվ, գրանցվելը շատ հեշտ է։ Հարկավոր է միայն մի քիչ իջնել ներքև ու այնտեղ կտեսնենք գրանցվել կոճակը։ Հենց այդ կոճակի շնորհիվ գրանցվելու եք աշխարհացույցում։ Իսկ եթե չստացվի կամ հարցեր լինեն, բայց առհասարակ դա շատ հեշտ գործընթաց է, ինչևէ, եթե չստացվի, կարող եք դիմել այդ հարցում ևս կօգնի։ Մուտք են գործում աշխարհացույց հարթակ։ Քանի որ հարթակն ունի բազմաթիվ օգտատերեր, այն այս պահին փոքր-ինչ ծառաբերված է, ընթացքում հնարավոր է, որ կախի, բայց ընդհանուր առմամբ ցուցադրությունը լավ կստացվի, դրա համար կարող եք չանհանգստանալ։ Եթե առաջին անգամ եք մուտք գործում, ձեզ մոտ կբերի միայն առարկա բաժինը։ Առարկա բաժնից ընտրելու եք հայ գրականություն, այնուհետև 11-րդ դասարան, հետո համապատասխան գրողին, մեր դեպքում Եղիշե Չարենց, եւ քանի որ յուրաքանչյուրից հանձնարարված է ցուցադրության մեր թեման, ընտրելու ենք ձեր համապատասխան թեման։ Իմ թեման Եղիշե Չարենցի Դանթեական առասպել պոեմն է։ Հիմա իմ թեմայի օրինակով ցույց կտամ, թե ինչպես պետք է պատրաստեք ցուցադրությունը։ Տեսեք, հենց մտնեք ձեր թեման, միանգամից բացվելու է քարտեզը։ Քարտեզի վերևի հատվածում կան այսպիսի նշաններ։ Մեզ հարկավոր է այս համակարգչի նշանը, որը ցուցադրություններ ստեղծելու նշանն է։ Սեղմելու եք այդ կոճակին ու միանգամից բերելու է ցուցադրություններ։ Քանի որ ես արդեն ստեղծել եմ իմ ցուցադրությունը, այն այստեղ ցուցադրվում է, բայց սա վերջում կբացեմ ցույց տալու իր վերջնարդյունքը։ Ցուցադրություն ստեղծելու համար առաջին հերթին պետք է սեղմենք այս պլյուս նշանին։ Այնուհետև մեր առջև կբացվի այսպիսի պատուհան, որի շնորհիվ էլ կստեղծենք։ Այս դաշտում գրելու եք ձեր թեմայի անունը, թե ինչ թեմայի վերաբերյալ եք ստեղծում։ Այնուհետև նախաբան դաշտում գրելու եք դպրոցը ու դասարանը։ Իսկ սեղմելով այստեղ ընտրելու եք ցուցադրության հիմնանկարը։ Վերջ։ Հիմա պատրաստ է ցուցադրության պաստառը, թե ինչ տեսք է ունենալու այն։ Այնուհետև սեղմելու եք ստեղծել կոճակին։ Ուշադիր եղեք, հենց սեղմենք ստեղծել, այն միանգամից ավելացվելու է մեր ունեցած ցուցադրություններին։ Տեսեք, ցուցադրություն ստեղծելուց առաջ առաջնային ու կարևոր պայմանը պետք է ունենանք բովանդակալից հոդված եւ այն պետք է բաժանված լինի նույնպես բովանդակալից ենթավերնագրերի։ Ցուցադրությունը ստեղծելուց հետո սկսում ենք հաջորդականությամբ հոդվածը տեղադրել սահիկների դաշտում։ Տեքստից բացի պետք է ունենանք նաև համապատասխան նկարներ, որովհետև ամեն տեքստից հետո նկար ենք տեղադրելու։ Սեղմելու ենք պլյուս նշանին ու մեզ առաջարկվելու են տարբերակներ, թե ինչ ենք ցանկանում տեղադրել։ Ինչ-որ նյութ ձեր շտեմարանից, ձեր սքրինշոթներից որևէ մեկը, իդեպ սքրինշոթը դա հարթակի դինամիկ սքրինշոթն է, վերջում դրան նույնպես կանրադառնամ։ Կարող եք տեղադրել նկար, տեքստ, հղում, embed կոդ եւ այլն, բայց մեզ հիմնականում անհրաժեշտ է լինելու տեքստը։ Ընտրում ենք տեքստ, այնուհետև համապատասխան պատուհանը բացվելուց հետո տեղադրում ձեր առաջին ենթավերնագրի բովանդակությունը, հետո սեղմում ավելացնել եւ այն միանգամից ավելացվում է։ Տեսեք, այս պատումի հատվածում կարող եք կրճատ ներկայացնել, թե ինչ գաղափար ունի ձեր ենթավերնագրի բովանդակությունը, բայց դա իհարկե ձեր ընտրությամբ։ Բայց այս տեքստ հատվածում ցանկալի է, կարելի է ասել նույնիսկ պարտադիր է մուտքագրեք ենթավերնագրի անվանումը, թե ինչի մասին է խոսվում տվյալ տեքստում։ Տեքստը ներմուծելուց ու վերնագրելուց հետո պետք է ավելացնել դրան համապատասխան նկար։ Եթե տեքստն ու նկարը պատկանում են միևնույն ենթավերնագրի, ապա նկարը ավելացնելու եք այս առաջին պլյուսի միջոցով եւ ավտոմատ կերպով ստացվում է, որ դուք ձեր ենթավերնագրին կցում եք համապատասխան նկարը։ Այդ նկարը ընտրելու եւ ներմուծելու մեր համակարգչի ֆայլերի միջից այն նկարը, որը արդեն իսկ նախապատրաստել ենք այդ թեմայի համար։ Ահա ներմուծեցինք նկարը, ցանկալի է, որ յուրաքանչյուր նկարին տաք անվանում և պարտադիր է հնարավորության դեպքում գրել նկարի մեկնաբանություն, թե ինչ է իրենից ներկայացնում այն։ Իսկ եթե չունենք այդպիսի հնարավորություն, ապա նկարի կողքին գրում ենք, թե ով է հեղինակը և ստեղծման ամսաթիվը։
Կարող եք նաև մեկնաբանություն չգրել, բայց գեղեցիկ է ստացվում, երբ նկարն ունենում է նկարագրություն, թե ինչ բովանդակություն ունի կամ էլ ում կողմից է ստեղծվել։ Տեսեք, եթե ձեր ենթավերնագրի բովանդակությունը ծավալուն է, դուք կարող եք այն բաժանել մասերի, սկզբում ներմուծել տեքստ, այնուհետև տվյալ տեքստին համապատասխան նկար, հետո տեղադրել այդ ենթավերնագրի շարունակությունը, նույնպես տեքստ կոճակի շնորհիվ։ Ցանկության դեպքում կարող եք նույնիսկ մի քանի նկար ավելացնել, եթե ձեր ենթավերնագիրը պահանջում է մի քանի նկար, դա նույնպես ձեր ընտրությամբ։ Այսպիսով ավարտելով սեղմելու ենք ավելացնել։ Համարենք, որ մի ենթավերնագիրն արդեն ավարտել ենք և ցանկանում ենք անցնել մյուսին։ Երկրորդ ենթավերնագիր ստեղծելու համար կրկին կատարել ենք նույն քայլերը, բայց արդեն նորից սկսելու ենք ավելացնել այս մեծ պլյուսով։ Այս պլյուսի միջոցով ստեղծում ենք երկրորդ ենթավերնագիրը, ներմուծում իր բովանդակությունը, ավելացնում այն ու կտեսնենք, որ արդեն այն վերնագրված է որպես տեքստ 2։ Այսինքն դա ձեր երկրորդ ենթավերնագիրն է։ Այս տեքստին ևս տալու եք համապատասխան վերնագիր ու արդեն հերթականությամբ կատարելու ենք նույն քայլերն այնպես, ինչպես կատարեցինք առաջին սահիկի դեպքում։ Նշեմ, որ ունենք նաև այսպիսի հետաքրքիր հնարավորություն, օրինակ ցանկանում եք նկարի մասին տեղեկություն ներմուծել, կարող եք գրելու փոխարեն միանգամից ձայնագրել այն։ Պարզապես սեղմելու եք այս կոճակին ու սկսելու եք կարդալ ձեր իսկ տեքստը։ Հաստատ կլինեն մարդիկ, ովքեր կարդալ չեն ուզում, այդ դեպքում հնարավորություն կունենան լսելու ձեր տեղեկությունը, բայց դա նույնպես պարտադիր պայման չէ։ Եթե ձեր ցուցադրության կառուցվածքն ու արդյունքը ձեզ չեն գոհացնում, կարող եք հեշտությամբ փոփոխություններ կատարել, փոխել նկարների ու տեքստերի հաջորդականությունը այս 6 կետիկի օգնությամբ, ահա նկարն եք առաջ բերելու կամ տեքստը այնպես, ինչպես ձեզ հաճելի է, և այսպես աստիճանաբար հավաքում եք ձեր ցուցադրությունը։ Ինչ փոփոխություն որ դուք կկատարեք, այն միանգամից պահպանվելու է, և ձեր ցուցադրությունները միշտ պահպանվում են այստեղ։ Թեկուզ փոխենք մեկ տառ կամ բացատ ավելացնենք, տվյալ փոփոխությունը անպայման պահպանվում է։ Ծանոթացանք ցուցադրություն հավաքելու քայլերին։ Դա ընդհանուր առմամբ շատ հեշտ է։ Մի քիչ ուսումնասիրեք, հեշտությամբ կհասկանաք ինչ է իրենից ներկայացնում այն։ Ավարտելով աշխատանքը խաչով փակում եք և ձեր ցուցադրությունը պահվում է այս դաշտում։ Միշտ ցուցադրությունների դիտումը անդրադառնանք դինամիկ սքրինշոթին, որի մասին ընթացքում նշեցի։ Տեսեք, աշխարհացույցն ինքնին աշխարհի քարտեզ է իր բոլոր տարածքներով, և յուրաքանչյուր տարածք ունի իրեն հատուկ համապատասխան նկարագրություն, ունի նաև տվյալ տարածքում ծնված հայտնի մարդկանց տվյալներ, կենսագրական տվյալներ, հետաքրքիր պատմություններ կապված նրանց հետ և այլն, և այլն։ Ես իմ ցուցադրության մեջ ունեմ դինամիկ սքրինշոթ։ Եկեք դիտենք իմ ցուցադրությունը, այնուհետև ցույց կտամ, թե ինչպես պատրաստենք դինամիկ սքրինշոթ։ Ցուցադրությունը դիտելու համար մտնելու եք ցուցադրությունների դաշտ, ընտրելու այն, որը ցանկանում եք դիտել ու միացնելու այն։ Տեսեք, քանի որ իմ ցուցադրությունն արդեն պատրաստ է, այստեղ երևում է իմ ցուցադրության գլխավոր նկարը, այստեղ անվանումը, երբ մուտք եք գործում ձեր էջ, պահանջվում է անուն ազգանուն, այն անուն ազգանունը, որը նշված է ձեր էջում, նույնն էլ գրվելու է հեղինակ դաշտում։ Այստեղ էլ ցուցադրվում է այն դպրոցն ու դասարանը, որը դուք նշել եք։ Հետո սեղմելու եք սկսել և սկսվելու է ձեր ցուցադրությունը։ Տեսեք, ես իմ առաջին ենթավերնագիրը տվել եմ ստեղծման պատմություն, քանի որ սկզբում ներկայացրել եմ դանթեական առասպելի ստեղծման պատմությունը, այնուհետև սկսել խոսել առասպելի մասին, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Այս կոճակների միջոցով էլ թերթելու եք ձեր ցուցադրության էջերը։ Իմ ցուցադրության երկրորդ տարրը դինամիկ սքրինշոթն է։ Քանի որ դանթեական առասպելում ներկայացվում է ազատագրական շարժման մասին, որը եղել է կարծից դեպի վան, հատուկ նշանների օգնությամբ քարտեզի վրա նշելով այդ ճանապարհը ես կատարել եմ դինամիկ սքրինշոթ և այն տեղադրել իմ ցուցադրությունում։ Հիմա ցույց կտամ, թե ինչպես է այն երևում ցուցադրության կազմում։ Ի դեպ, դուք կարող եք յուրաքանչյուր պահի խմբագրել ձեր ցուցադրությունը խմբագրել կոճակի օգնությամբ։
Ահա, տեսեք, սա էլ իմ դինամիկ սքրինշոթն է, որը տեղադրված է այստեղ։ Եվ այսպես հերթով հավաքելու եք ձեր ցուցադրությունը ու այն պահպանվելու է։ Խմբագրել կարող եք այս 3 կետին սեղմելուց հետո առաջարկվող կոճակի օգնությամբ։ Այստեղ առաջարկվող տարբերակներից կարող եք նաև պատճենել հղումը և ուղարկել ընկեր Մկրտչյանին։ Հիմա վերադառնանք դինամիկ սքրինշոթին։ Աշխարհացույցում յուրաքանչյուրս ունենք մեր քարտեզը և մենք կարող ենք մեր քարտեզի վրա անել այն փոփոխությունները, որը ցանկանում ենք, բացի տարածքի անուն փոփոխելուց իհարկե։ Քարտեզում ճշգրիտ ներկայացված են բոլոր տարածքներն ու տեղանունները։ Հիմա դինամիկ սքրինշոթ կատարելու համար նախ այս առաջարկվող կանոնի և մատիտի օգնությամբ բացվելու են նոր նշաններ։ Առաջարկվող տարբերակներից ընտրելու ենք այս պատկերը, որի վրա 4 մարմին է նկարված։ Սրանք բազմատեսակ նշաններ են, որոնք կարող եք տեղադրել քարտեզի վրա։ Քանի որ ինձ պետք էր նշել ճանապարհ, ընտրելով նշաններ բաժինը, ընտրել եմ համապատասխան նշանը, որը կարելի է տեղադրել ցանկացած վայրում։ Այնուհետև պատճենելու նշանի միջոցով ստեղծել ևս մեկը և նշել ելակետն ու նպատակակետը։ Սա իմ ելակետն է, իսկ սա նպատակակետը։ Այս դեպքում ես նշել եմ Կարսիցվան ճանապարհը, քանի որ նրանց ազատագրական շարժում էր, ես ճանապարհը ցույց եմ տվել զենքերի միջոցով, բայց դուք կարող եք դա անել ցանկացած նշանով։ Կարող եք ընտրել այն նշանը, որը կախված է ձեր թեմայից ու մի քիչ էլ ֆանտազիայից։ Հիմա ես կընտրեմ սլաքը։ Ահա։ Ենթադրենք ցանկանում ենք փոխել սլաքի դիրքը, սեղմում ենք սլաքի վրա, այնուհետև վերևի մասում կտեսնենք կոր սլակ։ Հենց կուրսորը տեղափոխենք այդ սլաքի վրա, այն կվերածվի խաչաձև նշանի և այդպես կարողանանք պտտել նշանը։ Այստեղ կտեսնենք նաև կապույտ կետեր և դրանց օգնությամբ էլ կարող ենք փոփոխել նշանի չափերը։ Այն կարող ենք նաև տեղից տեղ տեղափոխել, քարտեզի վրա կարող ենք անել այն, ինչ ուզում ենք։ Եվ այսպես շարունակ դասավորելով ստանում ենք այն պատկերը, որը ցանկանում ենք։ Ավարտելուց հետո կատարելու ենք դինամիկ սքրինշոթ։ Քանի որ այս փոփոխությունները ես կատարել եմ իմ դինամիկ սքրինշոթի վրա, ես կրկին այն կատարելու հնարավորություն չունեմ։ Սակայն հիմա առանձին նոր դաշտում կկատարենք նոր դինամիկ սքրինշոթ։ Ստանալով ձեր ցանկացած պատկերը, այս կոճակի միջոցով կատարելու ենք դինամիկ սքրինշոթ։ Ահա, այն պատրաստ է։ Այն փոփոխությունները, որոնք կատարվել են քարտեզի վրա, ցուցադրվելու են սքրինշոթում։ Սքրինշոթին ևս տալու եք համապատասխան անվանում։ Կարող եք նույնիսկ նկարագրություն թողնել, այնուհետև այս կոճակի օգնությամբ կարող եք այն միանգամից ավելացնել ձեր ցուցադրության մեջ։ Իսկ եթե սքրինշոթը պարզապես ձեզ համար է և առնչություն չունի ձեր ցուցադրության հետ, պարզապես սեղմելու եք պահպանել և վերջ։ Քանի որ իմ սքրինշոթն ինձ պետք չէ, ես այն կջնջեմ։ Թվում է ոչինչ բաց չեմ թողել, եթե հանկարծ ցուցադրության վերջնարդյունքը ձեզ դուրեկան չէ և ցանկանում եք այն ջնջել, դա ևս կատարելու եք 3 կետիկով բացված նշանի միջոցով։ Կարծում եմ ամեն ինչ հասկանալի կերպով բացատրել եմ, եթե ընթացքում էլի հարցեր կառաջանան, կդիմեք, ես մեծ սիրով կօգնեմ։